Սերնալ Քրիստոս, սերնալ հայրենի։ Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են 1,5 միլիոն մարտիրոսակյալ հայրենիների, հայրենակորուց տարագիր ազգից զավակների, մշակութային եղերնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավերված բնակավայրերի հիշողություններ։ Այդ ողբերգությունը սակայն չկոտրեց մեր ազգի ոգին, մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանություն, ամեն նոր կյանք վերընթուփեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։ Ապրիլի 24-ը ուխտի օր։ Միահուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրության, որը զերծ է թշնամանքից ու արտերությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհամարհի ուրացման բացառմանը։ Ցեղասպանության աղետալի դեպքերից 100-ամյակ անց երգվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախ։ Բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120,000 արցախցիներ։ Այս ծանր և բարգաս պարտավորության համեմատ մեր նահատակների զոհությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և զորացնել հայոց փրկությունը։ Իրավիճ համազգային միասնականությամբ է, որ կարող կլինեն արդյունավորելու կյանքերը հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։ Աղոթենք և հայցենք, որ մեր նահատակ սրտերի բարեփոխությամբ, խաղաղության երկնային շնորհները և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունն ու սերը բաշխվեն համայն աշխարհին, մեր հայրենիքին և ժողովրդին այսօր և միշտ և հավիտյան։